Արամը մտախոհ նայում էր մոնիտորին։ Նրա ռեստորանն ընդամենը 1 ամսական էր, եւ դեռ հնարավորություն չկար վարձելու իսկական թիկնազոր կամ անվտանգության ծառայություն։ Իհարկե նա քաջ գիտակցում էր, որ աշխատակիցները կարող են վնաս հասցնել։ Ոմանք շատ, ոմանք քիչ։ Շատ հաճախ մարդիկ գողություն են անում։ Պատճառները տարբեր են, բայց նա չէր կարող թույլ տալ, որ դրա պատճառով իր ռեստորանում ինչ-որ բանային չլինի։ Ռեստորանի բացման համար Արամը տարիներով գումար էր հավաքել։ Եվ հիմա, երբ ամեն ինչ ստացվում էր նույնիսկ ավելի լավ, քան նա պլանավորել էր, նա տեսնում էր, թե ինչպես է իր սպասք լվացողը մեծ պայուսակը քարշ տալիս դեպի ելքը։ Իսկ չէ, որ ընդամենը 3 օր է, ինչ նա տեսախցիկներ է տեղադրել։ Նշանակում է, նա ամբողջ ամիս այդպես ստանում է։ Նա վճռականորեն ոտքի կանգնեց։ Գողությունը պետք է արմատախիլ անել։ Տարօրինակ է իհարկե։ Աղջիկը բոլորովին երիտասարդ է։ Եվ նման էլ չէ, որ այդպիսին լինի։ Բայց երևի շատ հմտորեն թաքցնում էր իր իրական դեմքը։ Կես ժամից ռեստորանը փակվում է։ Սպասք լվացողն ու ադմինիստրատորը վերջինն են գնում։ Ի դեպ, սպասք լվացողը դուրս է գալիս մյուս դռնով, որը հետո ադմինիստրատորը փակում է։ Թեպետ այդ դուռը դրսից հնարավոր չէ բացել, ահա եւ բացատրությունը, թե ինչու նա տեղյակ չէ։ Պարզապես չի ճանապարհում այդ աշխատողին։ Ամեն ինչ շատ հաջող է դասավորվում սպասք լվացողի համար։ Արամը հենց կհասցնի։ Արամն ապրում էր իր ռեստորանից բառացիորեն 3 խաչմերուկային կողմ։ Մեքենայով ընդամենը 5 րոպեի ճանապարհ էր։ Նա մոտեցավ, անջատեց ռույսերը եւ սկսեց սպասել։ Րոպե առ րոպե պետք է հայտնվեր այդ սպասք լվացողը։ Անի զգուշորեն ուղղեց գլխարկը։ Դե վերջ, այսօր իմ աղջիկը իրեն լավ է պահել։ Մի փոքր էլ համբերիր, հիմա մայրիկը մի քիչ կքայլի եւ կհանի քեզ։ Անին եւս մեկ անգամ ստուգեց ամեն ինչ։ Պայուսակի վրա արված անցքերը փակված չեն։ Նարեին հարմար է։ Կես ժամ առաջ Անին կերակրել էր նրան։ Նշանակում է փոքրիկը խորը կքնի։ Նա հիանալի հասկանում էր, որ այդպես չի կարելի։ Որ եթե ինչ-որ մեկն իմանա, Անիից պարզապես կխլեն դստերը, բայց այլ կերպ հնարավոր չէր։ Անիի կաթն անմիջապես կտրվել էր։ Կաթնախառնուրդներն այնքան թանկ արժեին, որ երեխայի նպաստը հերիքում էր միայն 2 շաբաթ։ Իսկ դեռ տակդիրներ, կոմունալ վճարներ։ Աղջիկը երկար ժամանակ չգիտեր ինչ անել, իսկ հետո իմացավ նոր ռեստորանի բացման եւ անձնակազմի հավաքագրման մասին։ Երբ նա գնաց հարցազրույցի, դեռ չգիտեր, թե ինչպես է կարողանալու կատարել իր պարտականությունները։ Նրան շատ էր պետք աշխատանքը, բայց հարևանուհին զգուշացրել էր, Նարեի հետ կարող է մնալ շաբաթական 2 անգամից ոչ ավել։ Այն էլ դրա դիմաց Անին պետք է մաքրություն աներ նրա տանը։ Երբ Անին տեսավ այն վայրը, որտեղ պետք է աշխատեր, եւ հասկացավ, որ սպասք լվացողն առայժմ մենակ է լինելու, գլխում մի ծրագիր ծնվեց։ Այն այնքան անիրական էր, այնքան վտանգավոր, որ Անին նույնիսկ շփոթվեց։ Իսկ հետո փորձեց։ Նարեն ընդամենը 1 ամսական էր, երբ մայրը նրան առաջին անգամ տարավ աշխատանքի։ Փոքրիկն այնքան հանգիստ էր, որ լուր պառկում, քնում էր պահեստային սենյակում, որտեղ դրված էր սպասքի պաշարը։ Այնտեղ տեղը բավականին շատ էր, լույսը նույնպես, իսկ մաքրությունը Անին պահպանում էր։ Անին դեռ մանկուց մնացել էր առանց ծնողների։ Ապրում էր տատիկի հետ։ Տատիկը ռոմանտիկ բնույթի անձնավորություն էր։ Կենցաղային հարցերը ծեր կնոջը բոլորովին չէին հետաքրքրում։ 10 տարեկանից Անին ինքն էր վարում տան բոլոր գործերը։ Կարենը միանգամից գերեց նրան։ Նա ոչ միայն սիրահարվեց, այլև խելքը կորցրեց։ Տատիկն արդեն 1 տարի է չկար, եւ աղջիկն անմիջապես առաջարկեց Կարենին տեղափոխվել իր մոտ։ Նա համաձայնեց։ Ճիշտ է, հենց իմացավ, որ Անին հղի է, անհետացավ անհայտ ուղղությամբ, իր հետ տանելով այն քիչ արժեքավոր բաները, որ կար բնակարանում։ Անին ոստիկանություն չդիմեց, այնքան ամոթ էր զգում, որ առհասարակ աշխատում էր փողոց դուրս չգալ։ Նա գրեթե հաղթահարել էր, եւ ամեն ինչ լավ կլիներ, եթե նրա մոտ չգային այդ մարդիկ։ Նրանք ուզում էին, որ Անին վաճառի իրենց բնակարանը։ Նա չէր պատրաստվում ոչինչ վաճառել, իսկ նրանք ասում էին, որ փողոցում նրան պատահաբար կարող է մեքենա խփել, եւ այդ ժամանակ նրա երեխան կմնա, որ նույն օրը կաթը կտրվեց, ընդհանրապես։ Եվ հենց այդ ժամանակ Անին հասկացավ, հիմա սկսվում են իսկական փորձությունները։ Աշխատանքը պարզապես փրկություն էր։ Վճարում էին ամեն շաբաթ, կարիք չկար մտածելու ուտելիքի մասին, եւ նրանց ամեն ինչ հերիքում էր։ Թե ինչ կլինի, երբ Նարեն դառնա 3-4 ամսական։ Անին աշխատում էր չմտածել։ Նա ուժեղ է, նա խելացի է, նա կհաղթահարի։ Թեպետ վերջին շրջանում նա շատ էր կասկածում, որ ինքն ուժեղ է եւ խելացի։ Անին զգուշորեն դրեց պայուսակը, փակեց դուռը, շրջվեց եւ քիթ-քթի հայտնվեց ռեստորանի սեփականատիրոջ հետ։ Ոյ։
Այ, Արամը ծաղրեց նրան։ Ցույց տուր, թե ինչ է ստանում պայուսակով։ Նման ծավալներով գողությանը ոչ մի ռեստորան չի դիմանա։ Անին մարմնով փակեց պայուսակը։ Ես երբեք ոչինչ չեմ գողացել։ Ինչպես չեք ամաչում։ Ես պետք է ամաչեմ։ Ոչ թե դու, այլ ես։ Նա ծիծաղեց։ Հետո լրջացավ։ Ցույց տուր, ինչ է ստանում պայուսակով, թե չէ ոստիկանություն կկանչեմ։ Անին հոգոց հանեց։ Անելու բան չկար։ Մանավանդ որ պայուսակում սկսեց շարժվել Նարեն։ Նա կքանստեց, բացեց պայուսակը, իսկ Արամը ապշեց։ Երեխա, որտեղից, սա ինչ է, քոնն է, սա ինչ է, դու երեխայի հետ ես աշխատում։ Անին այդ ընթացքում գրկեց Նարեին։ Ես հեռացված եմ աշխատանքից, սպասիր, նյութ միանգամից, եկեք ես ձեզ տուն տանեմ։ Հեռու եք ապրում։ Ոչ այստեղ անկյունի հետևում։ Դե ուրեմն կուղեկցեմ։ Տվեք արդեն այդ անիծված պայուսակը։ Արամը հիանալի հասկանում էր, որ լավ կյանքից չէ, որ Անին այդպիսի փոքրիկի քարշ է տալիս աշխատանքի։ Նա ինքն էլ շատ դժվար կյանք էր անցել ալկոհոլիկ ծնողների հետ։ Եթե նրան չխլեին նրանցից, ով գիտի, գուցե ինքն էլ դառնար նույնպիսին, ինչպիսին նրանք էին։ Նրանք հասան տուն, բայց Արամը մտքով անգամ չէր անցկացնում նահանջել։ Նա Անիի հետ բարձրացավ անհրաժեշտ հարկ, իսկ երբ աղջիկը խոսուն հայացքով նայեց նրան, ասաց. Ես մի բաժակ թեյ կխմեի։ Անին ուսերը թոթվեց, թեյը չէր ափսոսում։ Դե, չի կարող չէ նրան վրընդել։ Իսկ միգուցե, թեպետ ոչ, երեխայի հետ աշխատելն ամիևնույն է, թույլ չի տա։ Նա արագ փոխեց Նարեի հագուստը, մի փոքր կաթ նախարնուրդ պատրաստեց, միայն թե քնի։ Նա չէ որ բոլորովին վերջերս էր կիրել։ Իսկ հետո դուրս եկավ խոհանոց, որտեղ Արամն արդեն թեյ էր պատրաստում։ Նա ուրախ նայեց աղջկան։ Ես այստեղ մի փոքր տնտես վարեցի։ Անին նստեց եւ հասկացավ, թե որքան շատ է հոգնել։ Նույնիսկ ոչ ֆիզիկապես, այլ բարոյապես։ Այս ամբողջ լարվածությունը կիմանան չեն իմանա, կվրընդեն չեն վրընդի, եւ ինքն էլ չհասկացավ, թե ինչպես հանկարծ լաց եղավ։ Աստված իմ, ինչ պետք է անեմ հիմա։ Արամը նստեց դիմացը, բաժակը հրեց դեպի նա։ Դե հիմա պատմիր, ինչ։ Նա զարմացած նայեց Արամին։ Ամեն ինչ, ամենասկզբից, ծնվել ես, սովորել ես եւ այսպես շարունակ։ Հերթականությամբ Անին սկսեց խոսել։ Նա պատմում էր, երբեմն թեյից ում պանելով։ Խոսում էր ու հասկանում, թե ինչ դժբախտ է ինքը։ Ահա ամեն ինչ նրա մոտ մարդկանց նման չէ։ Ամեն ինչ թարս ու շիտակ։ Իսկ ինչու։ Բայց պատասխանը նա չգիտեր։ Արամը, քանի դեռ նա պատմում էր, նրան չէր նայում։ Նա ինքն էլ էր ուզում լաց լինել, որովհետև կյանքի անարդարությունը նա ճաշակել էր լիովին։ Ուրեմն այսպես, մի 2 օր տանը մնա։ Ես կկանչեմ ինչ-որ մեկին, իսկ 2 օրվա ընթացքում մենք պետք է մի բան մտածենք։ Մենք, դե չեմ կարող չէ քեզ թողնել այսպիսի իրավիճակում, մանավանդ որ սպասքը լավ է իր լվանում։ Լավ, ես գնամ։ Բարի գիշեր։ Նա սրընթաց վեր կացավ եւ դուրս եկավ։ Անին նույնիսկ չհասցրեց շնորհակալություն հայտնել նրան։ Նա նստեց եւս մի փոքր եւ գնաց դուռը կողպելու։ Նախասրահում պահարանի վրա դրված էր մի քանի խոշոր թղթադրամ։ Անին հենվեց պատին եւ նորից լաց եղավ։ Հաջորդ օրը նա ստիպված եղավ մանրել թղթադրամներից մեկը։ Նարեի ջերմությունը բարձրացել էր։ Կանչով եկած բժիշկը դեղեր եւ վիտամիններ նշանակեց։ Երիտասարդ մորը ոչինչ չէր մնում, քան արագ վազել դեղատուն, քանի դեռ Նարեն քնած էր։ Բարեբախտաբար պետք է հասներ ընդամենը հարևան շենք։ Նա հենց նոր փակեց դուռը, երբ զանգը տվեցին։ Սիրտը թրթռաց։ Նա որոշեց, որ դա Արամն է։ Անին արագ նայեց հայելու մեջ եւ բացեց դուռը։ Անմիջապես փորձեց փակել այն, բայց խանգարեց երիտասարդ տղամարդու ոտքը, ով լկտիաբար ժպտում էր նրան։ Դե բարև ձեզ, միայնակ մամիկ։ Այդ ինչու ես այդքան վատ դիմավորում հյուրերին։ Նա հրեց Անիին, մտավ բնակարան։ Նրա հետ ներս մտան եւս մեկ տղամարդ եւ մի աղջիկ։ Նրանք տանտիրոջ պես տեղավորվեցին սեղանի շուրջ, եւ աղջիկը սկսեց ինչ-որ թղթեր շարել սեղանին։ Դե ինչ, մտածեցի, կորեք այստեղից, այլապես ես ոստիկանություն կկանչեմ։ Դե, կանչիր, իսկ մենք կտեսնենք։ Միայն ի նկատի ունեցիր, ոստիկանության հետ միասին դու ստորագրում ես քո դատավճիռը։ Երեխայի մասին մտածիր։ Անին շնչահեղձ եղավ վրդովմունքից։ Դուք ովքեր եք։ Ինչ է ձեզ պետք։ Ոչ մի բնակարան ես չեմ վաճառելու։ Վաճառես։ Պարզապես քո համառության յուրաքանչյուր օրվա հետ քո բնակարանը քեզ համար ավելի է էժանանում, այնպես որ ինչքան շուտ համաձայնես, այնքան ավելի շատ գումար քեզ կհասնի։ Երիտասարդը նշեց գումարը եւ Անին ծիծաղեց, թեպետ շատ վախեցած էր։ Դուք կատակում եք։
Դա այս շենքում սանհանգույցի դինն է։ Նա քմծի ծաղտվեց։ Իսկ մի երկու օրից դու միևնույն է, կհամաձայնես, միայն թե կստանաս ավելի քիչ։ Գորեթ, ես չեմ պատրաստվում ոչինչ վաճառել։ Նա շարժվեց դեպի Անին, աղջիկը կծկվեց, բայց այդ պահին երիտասարդը ինչ-որ տարօրինակ կերպով վեր թռավ և փռվեց հատակին։ Նրա հետևում կանգնած էր Արամը։ Նա շրջվեց դեպի նրանք, ովքեր նստած էին սեղանի շուրջ։ Էլի ինչ-որ մեկին բացատրեմ, որ բնակարանը չի վաճառվում։ Հյուրերն արագ անհետացան, իսկ Արամը շրջվեց դեպի Անին։ Ինչու դու ինձ նրանց մասին ոչինչ չասացիր։ Ես չգիտեի, որ նրանք նորից կգան։ Անին այնքան վախեցած տեսք ուներ։ Արամի սիրտը ճմլվեց, այնքան քնքուշ, այնքան անպաշտպան։ Հավաքվիր, ուր պետք է։ Նա այնպես գոռաց, որ Անին անմիջապես լաց եղավ։ Կներես, կգնաք ինձ մոտ։ Ես միևնույն է տանը գրեթե չեմ լինում, իսկ այնտեղ ձեզ առայժմ ավելի անվտանգ կլինի։ Աստված գիտի, թե էլ ինչ դուրս կտան այդ տիպերը։ Անին հնազանդորեն գնաց իրերը հավաքելու։ 15 րոպե անց նրանք դուրս էին գալիս բնակարանից։ Հարթակ դուրս նայեց հարևանուհին։ Անի, հայրիկը հայտնվեց։ Սա ինչ է, հիմա ես Նարեի հետ նստելու կարիք չունեմ։ Սա ինչ է, էլ մաքրություն անելու չես գալու։ Արամը քնքուշ, շատ քնքուշ ժպտաց նրան, ցուցադրելով ձյունաճերմակատամները։ Ճիշտ նկատեցիք, հիմա ստիպված եք լինելու ինքներդ ձեր հետևից մաքրել։ Հարևանուհին վախեցած շրխկացրեց դուռը։ Տղամարդ չէ, այլ ինչ-որ գազան։ Եվ ոնց էր Անին հաջողացրել կապվել սրա հետ, թեպետ, կարծես ուրիշն էր նրա մոտ գալիս։ Նա ձեռքը թափ տվեց, գրողը տանի նրանց։ Երիտասարդությունն այսօր այնպիսին է, որ ավելի լավ է չխառնվել։ Նարե զննում էր մեծ բնակարանը։ Սիրուն է այստեղ ձեզ մոտ։ Դա հիմա։ Կտեսնեիր սա, երբ նոր էի գնել։ Ուղակի պատեր, ամեն ինչ ջավթուփշուր։ Ի դեպ, սա կլինի ձեր սենյակը։ Նա բացեց դուռը։ Անին նկատեց տղամարդու խալաթ և հողաթափեր։ Բայց սա ձեր սենյակն է։ Դուք ով մի խոսիր հետս, աշխատանքի վայրում չենք։ Այն մեծ է և տաք, այնպես որ դուք կապրեք այստեղ, իսկ ես կտեղափոխվեմ այն մյուսը։ Նա ցույց տվեց մյուս կողմի դուռը։ Ինչ-որ անհարմար է առաստաղին քնելը։ Դուք տեղավորվեք, ես շուտով կգամ։ Արամը ինչ-որ տեղ գնաց։ Անին դասավորեց իրերը, հետո գնաց խոհանոց ջուր խմելու։ Լվացարանում կեղտոտ բաժակների կույտ էր։ Կարծես թե Արամը տանը միայն սուրճ է խմում։ Նա լվաց սպասքը, նայեց սառնարանի մեջ։ Մեկ ժամ անց գազօջախին արդեն եփվում էին կոտլետները, կաթսայում եղվում էր կարտոֆիլը, իսկ Անին կտրատում էր աղցանը, ժպտալով Նարեին, ով պառկած էր խոհանոցի բազմոցին, բարձերով հենված։